Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային երեկոն Աֆելում շարունակվում է ու օրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որը արդեն 1 տարկեց մրցում են միմյանց դեմ 1 քառորդի պատասխան խաղում Սելտան եւ Ատլետիկո Երևանը հանդիպում, որտեղ դիմակայության առաջին խաղում 6-2 հաշիվը գրանցվեց օգուտ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստերի, բայց այսօր իհարկե Սելտան այլ տրամադրվածությամբ է ներկայացել այս հանդիպանը, պետք է փորձել իհարկե ինչ կստացվի Սելտայի մոտ այս սկզբունքով ետ բերել գոնե առաջի խաղակեսում իհարկե որպեսզի եթե իհարկե Սելտան մտածում է կիսաեզափակիչ դուրս գալու մասին ու ես դրանում իհարկե երկու կարծիք լինել չեմ կարող, որ ցանկությունը միևնույնն է ունի Սելտան, բայց այլ հարց է կստացվի թե ոչ հիմա վտանգավոր է, բայց Գասպարյանը վերցրեց գնդակը, հետո էլ խաղում եղավ հարձակվող թիմի կողմից ու ստանդարտ նշանակեց մրցավարը Ատլետիկո Երևանի դարպասապայի դեմ պայքարում, հիմա եկեք ծանոթ անցնեմ մրցող թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Երևանի Ատլետիկոյից, հենց դարպասը պաշտպանում է այսօր թիմի ավակ Աշոտ Գասպարյանը համար 1, Գոր Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ակուլյան համար 9, Ռաֆայել Ազիզյան համար 11, Օքսեն Աբրահամյան համար 19, Արտուր Ղանդիլյան համար 20, Ռաֆայել Մկրչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Սելտա դարպասը պաշտպանում է Տիգրան Թադևոսյանը համար 1, Անի Խալացյան համար 3, Ավետիս Դուրգարյան համար 4, Դավիթ Հարությունյան համար 7, Գարիկ Սենեկ Քերիմյան համար 11, նա թիմի ավագն է։ Կարեն Ենգիբարյան համար 12, Լեո Պապյան համար 15, Արամ Ենգիբարյան համար 17, Դավիթ Հարությունյան համար 30, Ավետ Ավետյան համար 5 եւ Աշոտ Բորյան համար 77։ Իսկապես շատ հաջող մրցաշրջան են անցկացել անկախ ելքից, թե որ թիմը կշարունակի իհարկե ճանապարհը դեպի կիսաեզափակիչ իսկ ով կլքի մրցաշարը։ Հենց այստեղ այն, որ Երևանի Ատլետիկոն դրան շատ մոտ է կանգնած, երկու կարծիք լինել չի կարող, ճիշտ է, չասենք 100%-ով Ատլետիկոն առաջին խաղում ապահովեց իր տեղը կիսաեզափակիչում, քանի որ կրկնում եմ Սելտան այստեղ է պայքարելու համար միջև վերջ ու հիշեցնում եմ եւս մեկ անգամ Սելտան տրամադրված է ներկայացել այս հանդիպանը, բայց Ետ բերել Ատլետիկո Երևանի դեմ 4 գնդակ պատասխան խաղում շատ բարդ է իհարկե ոչ միայն Սելտայի, այլ նաև ցանկացած Վինտեր Քափի մասնակից թիմի համար թիմեր կան, որ այսպես ասեմ նույնիսկ անհնարին է այդ ամենի մասին մտածել է, հիմա Հարությունյանը հերվից հարվածեց ու Գասպարյանը հեռացնում է գնդակ անկյունային, հիմա էլ իրականացնի Սելտան։ Այո, իսկապես առաջին խաղում շատ հետաքրքիր պատկեր ձևավորվեց Սելտան հաղթողի կարգավիճակում էր երկու անգամ այդ խաղում, հետո բաց թողեցին գնդակներ, իսկ հանդիպման վերջնամասում Ատլետիկո Երևանը մեծացրեց իր առավելությունը, Սելտան, եթե հիշում եք հաղթում էր 2-1 հաշվով այդ խաղում, Ենգիբարյանն ու հիմա առաջին հնարավորությունը հենց ուներ Սելտան, բայց Ենգիբարյանի հարվածը չստացվեց, շեղությամբ ընթացավ ավելի ճիշտ կլինի ասել գնդակ ու հարված կտեսնենք Գասպարյանի պաշտպանած դարպասից։ Իսկապես թիմերը շատ հետաքրքիր ճանապարհ են անցել մինչև այս փուլը Ատլետիկո Երևանը զբաղեցեց խմբում առաջին հորիզոնականը, Սելտան էլ խմբային փուլը հաղթարեց 5-րդ հորիզոնականով, հետո բաժին հասավ Սելտային Մանչեսթեր Սիթի, որտեղ Սելտան 11 մետրանոց հարվածաշարով հաղթարեց Սիթի արգելքը կամային հաղթանակ, այո, կասեմ այդպես տարավ Սելտան, որտեղ պարտվել է առաջին խաղում 2 գնդակի տարբերությամբ, հետո երկրորդ խաղում կարողացավ ոչ միայն հանդիպան հաշիվը հավասարեցնել, դիմակայության հաշիվը Մարկարյան գրագետ գործողությունը Մարկարյան, բայց այստեղ արդեն միջև վերջ չստացվեց գնալ Մարկարյանի մոտ, դարպասը կարողացավ դուրս գալով դարպասից տիրել գնդակին ու թույլ չտվեց Մարկարյանին հարված կատարել, այո, շարունակեմ միտքը Սելտան կարողացավ 1 քառորդում պայքարից դուրս թողնել Սիթին, ներողություն 1-8 եզափակիչով պայքարից դուրս թողեց Մանչեսթեր Սիթին, Երևանի Ատլետիկոն նույն 1-8-ում հաղթարեց Կադիսի արգելքը, թիմերը հիմա հանդիպել են 1 քառորդում, իսկ թիմերին արդեն կիսաեզրափակիչում հայտնի է, թե որ ակումբն է սպասում, այնտեղ Արաքս Վերդերը զույգի հաղթողը պետք է մրցեր ու այնտեղ երկու խաղերն էլ ավարտեց ոչ ոքի եւ 11 մետրանոցներով հաղթանակ տարավ Վերդերը, իսկ հիմա երկրորդ չանսը օգտագործում է Սելտան ու նույն անկյունային խաղարկումից հետո Արամ Ենգիբարյանը գրավում է դարպասը 1-0 այս խաղում 6-3 դիմակայությունում։ Ավդալյան, այո, Ենգիբարյանի հարվածը դիպուկ ստացվեց ու հիմա արդեն երկրորդ չանսը օգտագործեց։
Արամ Գենգիբարյանը առաջի դրվագում հարվածը դիպուկ չէր ստացվել, իսկ հիմա արդեն ոչ մի շանս չտվեց ոչ ոքի այս իրավիճակում անկյունայինի խաղարկումից հետո Սելտան առջևում է այս խաղում ինչպես նաև առաջի խաղում ու տեսնենք հիմա ինչ կփորձի առաջարկել արդեն այս հաշվի պայմաններում հիմա գրովում է Երևանի Ատլետիկոն, բայց փոխանցումը անհաջող ստացվեց Դավիթ Հարությունյան շատ լավներ փոխանցումը, բայց Մկրտչյանը առաջին արձագանքում գնդակի Ղանդիլյան դեպի Մարկարյանը թողեց Ավդալյանը գնդակ այստեղ որպեսզի հասնի Մարկարյանին շատ լավ գործեց Մարկարյանն ու այստեղ մնաց գնդակով դեպի Ազիզյանը Ազիզյանն էլ ընդունեց, բայց փոխանցում կատարելու ժամանակ հարված ստացավ ոտքին ու սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով այս իրավիճակում իհարկե եթե դիմակայության առաջին հանդիպումը ավարտված լիներ ոչ թե 6-2, այլ օրինակ 4-2 հաշվով կամ ինչ որ տեղ նաև 5-2 հաշվով ու ընդհանրապես 2 կամ 3 գնդակ անհրաժեշտ լինել Սելտային այս խաղում ելք բերելու համար դա իհարկե այլ հետաքրքրություն կունենար այնպես չէ որ հիմա հետաքրքիր հանդիպում մենք չենք դիտում խոսքս ընդհանրապես դրա մասին չէ պարզապես բարդ է պատկերացնել նույնիսկ այս պահին թե Սելտան ինչպես պետք է դուրս գայս բարդ իրավիճակում, որում հայտնվել է առաջի խաղից հետո Արտուր Ղանդիլյան դեպի Մարկարյան ուղարկեց գնդակը բայց այստեղ արդյունքում կորցրեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակ ու դարպասից սկսում է Սելտան Դավիթ Հարությունյան Եվս մեկ փոխանցում Գևորգյան, բայց այստեղ չհասավ գնդակին, իսկ իհարկե Գասպարյան այս իրավիճակներում չի սխալվում, ընդհանրապես շատ հաջող դարպասից դուրս եկավ ու տիրեց գնդակին հիմա Ատլետիկոյի գրող Ավդալյանն է շարժվում առաջ, Ավդալյան ու Գենգիբարյանը հասցրեց այստեղ նահանջել և թույլ չտալ Ավդալյանին հարված կատարել Դավիթ Հարությունյան դեպի Սենեկ Կերիմյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու գնդակը կորցրեց Սելտան Եզից կնետի Ատլետիկոն Այո, իշեստը Վինտեր կապի պայքարում մնացել են Սելտան, Ատլետիկո, Երևան այս պայի դրությամբ այս երկու թիմերին ինչու նշեցի, որովհետև դեռ իհարկե դիմակայության ելքը 100%-ով վճռված չէ Պայքարում մնացել են Սելտան, Ատլետիկո, Երևանը, Ատալանտան Վիլյարեալը, Վերդերը և Լեռնային Արցախ, այո, Սելտա, Ատլետիկո, Վիլյարեալ, Ատալանտա, այս 4 թիմերից երկուսը լքում են մրցաշարը, երկուսը շարժվում են դեպի կիսաեզրափակիչ, իրենց տեղը կիսաեզրափակիչում միայն ապահովել են այս պայն Լեռնային Արցախն ու Վերդերը Իհարկե Ատլետիկոն շատ մոտ է կիսաեզրափակիչին, Վիլյարեալ Ատալանտա խաղում դեռ հարցականներ մնացել են, իհարկե առաջի խաղում տարավ 3-1 հաշվով հաղթանակ Վիլյարեալը, բայց իհարկե շատ հանգամանքներ հաշվի առնելով նախ Ատալանտան վերջում ասում չիրացեց 11 մեծանոցը հետո այսպես ասած դարպասապայի սխալներից միայն եկան Վիլյարեալի խփած գնդակները Ատալանտայի դարպասապայի մասն է խոսքս ու արդյունքում գրանցվեց այդ հաշիվը այնպես որ իհարկե այն դիմակայությունում դեռ ոչինչ վճռված չէ, մենք այդ հարցի պատասխանը կստանանք վաղը, Վիլյարեալ Ատալանտա զույգի հաղթողի մասին է խոսքս ու իհարկե արդեն տեսնենք որ թիմն է լքելու մրցաշարը, իսկ որը շարունակելու ճանապարհը դեպի կիսաեզրափակիչ կրկին Գենգիբարյանն է գնդակով փորձեց հետո Մարկարյանը փորձեց առաջ շարժվելու արդյունքում խախտեց Գենգիբարյանը խաղի կանոնները այստեղ Մարկարյանի դեմ պայքարում Կասուլիչը խաղարկում է Ազիզյանը գնդակը Մկրտչյանի հետ Երկար փոխանցում դեպի Գոր Մարկարյանը շատ հաջող ընդունեց ու շրջվեց Մարկարյանը Ղանդիլյան նորից Ազիզյան սա հարված է Ազիզյանի կողմից բայց մի փոքր թույլ ստացվեց Ազիզյանի կատարած հարվածը Գենգիբարյան շատ լավ նկատեց այստեղ խաղընկերոջը ու կատարեց փոխանցումը Դավիթ Հարությունյան Մարկարյանն է ճնշում Հարությունյանի թիկունքից, բայց մնաց գնդակով Հարությունյանը Հիմա կատարեց փոխանցում ու նույն Մարկարյանը փակեց գնդակի ճանապարհը Մկրտչյանի հեռացման փորձել չստացվեց, բայց Սելտայի գրոնն էլ այն շարունակությունը չունեցավ, ինչը մինչ այդ էր ու արդյունքում միայն եզրային նետում վաստակեց Սելտան այս իրավիճակում կրկին Հարությունյան
Գուցե հերվից փորձի Հարությունյանը, ոչ, սա փոխանցում է դեպի խաղընկերը շատ լավ բայց գնդակ այստեղ Սելտայի ֆուտբոլիստը փոխանցում Ենգի Բալյանին ու Ենգի Բալյանի հարվածը թույլ ստացվեց այստեղ, բայց հիմա կա վարկած կարծես խաղի կանոնների խախտում են պահանջում Սելտայի ֆուտբոլիստները, հասկանանք ինչ որոշում կկայացնի մրցավարը, ամենայն դեպս դիտում է դրվագի կրկնապատկերը ու տեսնենք կար խախտում Ենգի Բալյանի դեմ պայքարում թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ այո կար խաղի կանոնների խախտում Արամ Ենգի Բալյանի դեմ պայքարում ու հիմա Սելտան ստանում է հնարավորություն եւս մեկ գնդակ գետ բերելու տեսնենք նախ իհարկե վաստակելը բավական չէ պետք է դիպուկ իրացնել հարվածը այո եթե հիմա Սելտան գրավի դարպաս ու ընդամենը 2 գնդակ ծիճելիս լինի նաեւ դարպասը գրավելուց հետո Ատլետիկոյին այ դա արդեն այլ սցենարով հանդիպում կընթանա, բայց իհարկե պետք է նշակետից դիպուկ գտնվի թիմի ավագ Գարիկ Սենեկ Քերիմյանը կա մրցավարի սուլիչը Գասպարյանն էլ իհարկե հիշեցնում եմ Սերունի ետ մղելու 11 մեծանոցները ինչ արեց հենց հիմա հաշոտ Գասպարյանը դարպասը մնում է Ատլետիկոյի Երևանի անալիք շատ վստահած դարպասապայից ու գնդակի հեռացում այո Սենեկ Քերիմյանը վրիպես նշակետից ու հաշիվը մնաց անփոփոխ Աբրահամյան բայց այստեղ Դավիթ Հարությունյանը հասցրեց նահանջել ու թույլ չտալ Ատլետիկոյի գրո շարունակություն ստանա այո եթե գրավում էր Սելտան դարպասը ապա 2-0 է դարձնում հանդիպան հաշիվ ու իսկապես հանդիպում այս սցենարով ստանում բայց հիմա մնաց անփոփոխ ու նորից փորձում է Սելտան գրոյի անցնել Հարությունյան եւ անկյունային է վաստակում այս իրավիճակում Սելտան Հարությունյանի կատարած փոխանցումից հետո Սենեկ Քերիմյանն է իրացնելու անկյունային այո իսկապես շատ ափսոս իրավիճակ էր Սելտայի ֆուտբոլիստների տեսանկյունից պետք էր գրավել այս իրավիճակում դարպաս ու կրկնապատկել այս խաղում իրենց առավելությունը բայց իհարկե 11 մետրանոցը դիպուկ չիրացեց Սենեկ Քերիմյանը իսկ հիմա չկար արդյոք խախտում ոչ ամենայն դեպս չտեսա ոչինչ հանդիպան գլխավոր մրցավարը Պապյան Դեպի աջ բայց Ազիզյանը կանգնեց գնդակի ճանապարհին իսկ փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց դեպի Աբրահամյանը ու արդյունքում գնդակը կորցրեց Ատլետիկոն հիմա դարպասից կսկսեն Սելտայի ֆուտբոլիստները Հարությունյան խաղարկում է գնդակը Ենգի Բալյանի հետ կրկին ստանում պատասխան փոխանցումը Ցածից փոխանցում Սենեկ Քերիմյանին տարավ Սենեկ Քերիմյանն իր գնդակ ու քիչ էր մնում արդեն կորցնե Ազիզյանն էր վրա ասել բայց հասցրեց բայց Սենեկ Քերիմյանը գնդակի մոտ Դավիթ Հարությունյան Երկար փոխանցում Ենգի Բալյանի ուղղությամբ ու Ավդալյան այստեղ թիկունքից շատ հաջող է աշխատում Մարկարյան բացազատվեց Մարկարյանը ու տարավ գնդակի հետ Բայց այստեղ էլ խլեցին Մարկարյանից գնդակ ու տեսնենք Սելտայի գրով, բայց հենց Մարկարյանը վերականգնեց չի ավարտվել նաև Ատլետիկոյի գրով, կրկին գնդակի կորուստ իսկ այստեղ Դուրգալյանի հարվածը թույլ է ստացվում շատ խառը իրավիճակ ստացվեց այս վարկյաններին գնդակին տիրելու գործում, բայց ամեն ինչ Ատլետիկո Երևանի տեսանկյունից նորմալ ավարտվեց, հա, այսպես ասենք Մկրտչյան շատ լավ անցում ու փոխանցում դեպի Ղանդիլյանը արդեն անցել էր մրցակցին ինչու կատարեց փոխանցում Ղանդիլյանը եւ շարժվեց առաջ Դավիթ Հարությունյանը իհարկե այն ինտենսիվությամբ կրկնում եմ եւս մեկ անգամ Երևանի Ատլետիկոն չի մոտեցել այս հանդիպանը հաշվի առնելով առաջին խաղում գրանցածին արդյունքը, բայց իհարկե դա դեռ կրկնում եմ չի ապահովել Ատլետիկոյի տեղը Կիսա եզրափակիչում պետք է իհարկե Ատլետիկոն այն թիմերի չէ որ շեշտը իհարկե մեկ հանդիպման վրա է դնում կարող է ցանկացած թիմի իսկապես հաղթել շատ խոշոր հաշվով ու Ատլետիկոն իհարկե չասեմ գրանտ ակումբների մասին չխոսեմ բայց խոշոր հաշվի տեսանկյունից այն որ Ատլետիկոն կարող է հաղթանակ տանել ցանկացած մրցակցի դեմ խաղում դրանում երկու կարծիք լինել չի կարող քանի որ շատ փորձառու թիմի ապելում Ատլետիկոն բայց խոշոր հաշվի տեսանկյունից եմ խոսում իհարկե ամեն թիմերի չի հաջողվում օրինակ ինչպես պայքարեց Սելտան առաջի խաղում Ատլետիկոյի դեմ նման կերպ պայքարել ու այսպես ասած դաշտից հեռանալ նույնիսկ այդքան քիչ գնդակների տարբերությամբ
քանի որ շատ անգամներ ենք Ատլետիկոյից տեսել, թե ինչպես է օրինակ 10-12 գնդակներ ուղարկում մրցակիցների դարպասը, այդպես տանելով շատ խոշոր հաղթանակ դիմակայության առաջին իսկ խաղերում ու ապահովելով իր տեղը օրինակ հաջորդ փուլում եւ չնայելով նույնիսկ պատասխան հանդիպանը, բայց 6-2 հաշվի առկայության դեպքում այդպես չէ, այն էլ Սելտայի պես մրցակցություն պայքարում Ազիզյանը ու Փորգեց այստեղ Սելտային դարպաս, ապա Ազիզյանի հարվածից հետո շատ մոտ տարածությունից հարված էր, բայց շատ հաջող գործեց այստեղ դարպաս, ապայից Գևորգյանը շատ հրաշալի ու խելամիտ վարվեց այս իրավիճակում։ Փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա Սելտայի կազմում։ Ենգիբարյանը լքում խաղադաշտ ու նրան փոխարեն հանդիպումը կշարունակի Անիր Խալացյանը։ Գասպարյանը սկսում է դարպասից շատ հաջող փոխանցում դեպի Ղանդիլյանը։ Ղանդիլյան գեղեցիկ գործողություն էր։ Գեղեցիկ փոխանցման փորձ, բայց այստեղ Հարությունյանն է փակում գնդակի ճանապարհը կրկին Ղանդիլյան, իհարկե այսպես ասեմ, հավանականության տեսանկյունից Զամբյուղի այս հատվածում Ատլետիկո Երևանը շատ մեծ շանսեր ունի, ճիշտ է այնպես չէ, որ Վերդերը վատ հանդիպումներ է անցկացնում, իսկապես շատ հաջող մրցաշրջան է անցկացնում Վերդերը, բայց ես փորձի մասին եմ խոսում, Ատլետիկո Երևանը Զամբյուղի այս հատվածից իհարկե հիմնական ֆավորիտն է, այսպես ասած, կիսայի ներողություն եզրափակիչում հայտնվելու, դա, բայց կրկնում եմ որպես ֆավորիտի տեսանկյուն, այնպես չէ, որ Վերդերին կարելի ասել թերագնահատել կամ գերագնահատելու կարիք եմ ես տեսնում, ոչ ընդհանրապես խոսքս դրա մասին չէ, պարզապես Ատլետիկոն շանսերի մասին եմ Ատլետիկոյի խոսում, իսկապես շատ մեծ շանսեր ունի եզրափակիչ դուրս գալու Զամբյուղի այս հատվածից, մյուս հատվածում էլ պայքարը ընթանալու է Վիլյարեալ, Ատալանտա, Լեռնային Արցախ այս 3 ակումբների միջև, իսկապես այնտեղ արդեն բարդ է խնդիրը 3 թիմերի համար էլ, թե որ թիմը կհայտնվի եզրափակիչում, այնտեղ Լեռնային Արցախը արդեն կիսաեզրափակիչում է։ Վիլյարեալ Ատալանտա խաղում դեռ հաղթողի հարցը վերջնականորեն պարզ չէ ու գումարած դրան այդ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է Լեռնային Արցախ։ Զույգի հաղթող Լեռնային Արցախի դեմ կիսաեզրափակիչում ու այնտեղ դեռ պետք է իհարկե 2 խաղերից բաղկացած արդյունքում տանել հաղթանակ ու կրկնում եմ այն Զամբյուղի մյուս հատվածում այն 3 թիմերն են մնացել, որոնք մեկը մյուսից անակնկալներ են մատուցում ու այնտեղ դեռ եզրափակիչ դուրս եկող ակումբի անունը պարզ չէ, իսկ այստեղ միանշանակ կա խաղում Ղանդիլյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրականացնի հիմա Ատլետիկոն շատ նպաստավոր ու վտանգավոր դիրքում Հիմա անմիջապես փոփոխությունը տեղի ունենում Ատլետիկոյի կազմում, թիմի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը խաղադաշտը մտցնում Գագիկ Ակուլյանին ու խաղադաշտը լքեց Օքսեն Աբրահամյանը, տեսնենք Ակուլյանը արդեն թարմ ուժերով իշք առաջարկի։ Այս խաղում Կասուլիչը Ղանդիլյանն է, գնդակի մոտ, բավական վտանգավոր հարվածով հորիզոնական դարպասածողը եկավ իհարկե օգնության այս իրավիճակում Սելտային, բայց միայն այդքանը բավական չէ, այնինչ արեց այս իրավիճակում Տիգրան Թադևոսյանը միայն ու միայն ծափարությունների է արժանի Սելտայի դարպասապայի մասնի խոսքս շատ լավ նկատեց հարվածի ուղղությունը ու կարողացավ հեռացնել գնդակը Ակուլյան դեպի Մկրտչյանը Մկրտչյանն էլ ուղարկում է գնդակը Ավդալյանի ուղղությամբ, բայց ավելի շուտ Խալացյանը արձագանքեց գնդակին, իսկ Ակուլյան ինչպես է վերականգնում գնդակը կրկին Ատլետիկոյի համար դեպի Ղանդիլյանը փոխանցում Ղանդիլյան, Ազիզյան ուժեղ ստացվեց այս փոխանցում ու Մարկարյանը հետո էլ խախտեց խաղի կանոնները Թադևոսյանի դեմ պայքարում, իհարկե դարպասապայի դեմ աննշան խախտումը նրա տուգանային հրապարակում, աննշան հպումը նույնիսկ խաղի կանոնների խախտում է համարվում ու շատ հստակ մրցավարը ցույց տվեց այս դրվագում Մարկարյանի խախտումը Խալացյան հետ փոխանցում դեպի Դավիթ Հարությունյանը Դեպի Պապյանն ուղարկեց Հարությունյանն էլ գնդակի հիմա Ատլետիկոն գնացել է պրեսինգի, բայց հաստրեց Պապյանը փոխանցում կատարել, ինչպիսի փոխանցում Դուրգալյան հարված ու հիմա էլ շեղությամբ ստացվեց Դուրգալյանի հարվածից հետո գնդակի ուղղությունը, բայց իհարկե այստեղ եղավ անդրադարձ, եթե չեմ սխալվում, Գևորգյանի ոտքից, այո, անկյունային է վաստակում այստեղ
Սելտան բավական վտանգավոր էր հարվածել իսկապես Դուրգայան ու կար շանս, որ գնդակը հայտնվի ցանցում պարզապես վերջին պահին, եթե չեմ սխալվում, Ժորակ Գևորգյանն էր ճիշտ տեղում ու ճիշտ պահին շեղեց գնդակի ուղղությունը։ Դավիթ Հարությունյան հերվից հարված Ակուլյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին ու թույլ չի տալիս գնդակը Անսիրյանից, իսկ այս փոխանցումը հեռացնում է Գևորգյանը դեպի Ազիզյանը, զարգացնում է արագությունը Ազիզյանը ձախ եզրում։ Տեսնենք ինչ շարունակություն կմտածի Ռաֆայել Ազիզյանը եւ անկյունային հարված միայն վաստակեց այստեղ Ատլետիկոն, իհարկե դա կարելի ասել գերագույն էր այս իրավիճակում, քանի որ չուներ խաղանքեր Ազիզյանը այստեղ ու միայն է փորձեց երկու մրցակցի դեմ պայքարել եւ շատ հնարամիտ կերպով կարելի ասել բերեց այս անկյունային Ատլետիկոյի համար։ Ավդալյանն է դաստելու անկյունային հարվածը։ Կա փոխանցում բարձրից դեպի Մարկոյանը, բայց Դավիթ Հարությունյանը հաստրեց հեռացնել, իսկ Ղանդիլյանի հարվածից հետո եւս մեկ անկյունային է վաստակում Ատլետիկոն արդեն հակառակ եզրից։ Ոնց Ղանդիլյանը կիրասնի անկյունայինը կա փոխանցում, բայց այստեղ արդեն հեռացեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Գևորգյան եւ եսից կնետի Ատլետիկոն, բայց փոփոխություն միջ այդ Սելտայի կազմում։ Սենդեկ Քերիմյանն ու Պապյանը լքեցին խաղադաշտում, նրանց փոխարեն հանդիպումը կշարունակեն Ավետ Ավետյանն ու Աշոտ Բորյանը։ Կա Սուլիչը Ավդալյանը կատարում է եզրային նետումը դեպի Ակուլյանը, շատ հրաշալի տարավ գնդակը Ակուլյանի հետ։ Սա փոխանցման փորձ ավելի շատ կարելի էր համարել, բայց հարված ստացվեց ամեն դեպքում Ակուլյանի կողմից ու դարպասապահ ոտքերով հեռացեց գնդակը Ավդալյան։ Ավդալյան հարված Հարությունյանն իր վրա է տունում, գնդակը Խալացյանն էլ հետ է ուղարկում Դավիթ Հարությունյանին ու Սելտան փորձում է այս կերպ դուրս գալ պաշտպանությունից։ Դավիթ Հարությունյան շատ նրբանկատ փոխանցում, բայց շեղությամբ ընթացավ։ Ավելի ճիշտ կլինի ասել, մի փոքր ավելի ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը խաղանկերոջ համար Ակուլյան։ Հետ փոխանցում դեպի Գասպարյանը ու ուժեղ հարվածով Գասպարյանն էլ գնդակը պարզապես հեռացեց, որքան հնարավոր է հեռու եզրային նետման հնարավորություն տալով Սելտային։ Խալացյանը կնետի եզրից, Ավետյան, կրկին Խալացյան։ Խաղարկում է գնդակը Խալացյանը, հետ փոխանցում Հարությունյանին ու դեպի դարպասապատ Հադևոսյանը Հարությունյանն ուղարկեց գնդակը։ Իսկ այստեղ գնդակի կորուստ Ազիզյան, բայց չստացվեց փոխանցում կատարել Ազիզյանի մոտ։ Իսկ հիմա կատարեց այդ փոխանցումը ու վաստակում է Ատլետիկոն անկյունային հարված։ Այո, ոչնչից այսպես բերեց Ատլետիկոն անկյունային, Սելտան սխալվեց պաշտպանությունում ու հիմա տեսնենք անկյունային ինչպես է խաղարկում Ատլետիկոյի տղաները։ Ղանդիլյանը խաղարկեց այստեղ գնդակը, բայց հարվածային դիրքում արդեն չհայտնվեց, բայց թույլ չտվեցին, ավելի ճիշտ կլինի ասել հարվածել Ղանդիլյանին, ինչ է անում Ազիզյանը դեպի Ղանդիլյանը, Ակուլյան դեպի Ազիզյանը, բայց այստեղ Պապյանն արձագանքեց գնդակին, նորից Ակուլյանն ու արդեն հարված կատարել թույլ չտվեցին այս իրավիճակում, չստացվեց հարված, իսկ Գևորգյանը շատ գրագ է դվալվեց։ Ղանդիլյան ասյալեց գնդակը Ակուլյանին, տեսնենք ինչ շարունակություն է մտածում Գագիկ Ակուլյանը կրկին դեպի Ղանդիլյանը, բայց հեռացված է գնդակը, իսկ հիմա արդեն Սելտայի գրոհը տեսնենք։ Կորցրեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, հատեց գնդակը դաշտի եզրային գիծը։ Ու Ղանդիլյանը կնետի եզրից։ Մարկարյան, գեղեցիկ գործողություն ու կրկին եզրից նետելու է Ատլետիկոն։ Մկրչյանը հիմա էլ կատարի եզրային նետումը։ Երկար փոխանցում է պատրաստել Մկրչյանը, այդպես էլ արեց, բայց այստեղ հարված կատարելու հնարավորություն չստացավ Ատլետիկոյի կազմում ոչ ոք։ Խալացյան ուղարկեց գնդակը Ավետյանին, թողեց Ավետյանն էլ Բորյանին։
ու դեպի Դավիթ Հարությունյանն է հետևին փոխանցում Կրկին Բորյան դեպի Աչեզեր Ավետյան ու այստեղ Ավդալյանը հրաշալի գործեց, հետո էլ արդեն կորցրեց գնդակը Ավետյանը, տեսեք ինչպես է պայքարում Ավդալյանը միջև վերջում նույնիսկ փոխանցում կատարեց շատ բարդ իրավիճակում Ազիզյանն էլ գրագետ վարվեց ու Ատլետիկոն խաղարկում է հիմա գնդակի կիսադաշտում իհարկե Ատլետիկոն չունի շտապելու ոչ միտեղ Ատլետիկոն պարզապես պետք է փորձի այս հանդիպումը տրամաբանական ավարտին մոտեցնել Քանի դեռ հաշիվը այսպես է իհարկե Ատլետիկոն աննան կստանալու ոչինչ չունի, իսկ այլ Սելտան պետք է իհարկե թողնի ամեն ինչ, եթե ոչ առաջ խաղացում անմիջապես երկրորդի մեկտարկում ու շարժվի առաջ փորձելով եւս 1 գնդակ, 2 գնդակ կրկնում եմ որքան հնարավոր է հեղինակել ու բաց չթողնել որպեսզի գոնե որևէ տարբերակ լինի դիմակայության հավասարության մասին գրագետ է վարվում այստեղ Թադևոսյանը ու կատարում փոխանցում Խալացյանին Դավիթ Հարությունյան խաղարկում է Հարությունյանի հետ գնդակը շատ լավ փոխանցում դեպի Ավետյանը շատ լավ անցում Ավետյանից ու մինչ այդ արդեն իսկ կար խաղի կանոնների խախտում Ավետյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է մասնակցում Սելտայի ֆուտբոլիստները Տեսնենք ստանդարտ ինչ կտա արդեն Սելտային Դավիթ Հարությունյանն է գնդակի մոտ կամ մրցավարի սուրիչը Հարությունյան սա ավելի շատ փոխանցում էր ոչ թե հարվածում Մկրտչյանը հեռացեց գնդակը առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է Սելտան բայց ընդհանուր դիմակայությունում այս պայն զիջում է 6-3 հաշվով կարճ դադար որից հետո կշարունակենք Բոսեր բարեկամներ մեկտարկում է Ատլետիկոն ընդդեմ Սելտայի հանդիպան երկրորդ կեսը առայժմ առաջի խաղակեսից հետո կրկնում եմ եւս մեկ անգամ հաղթում է Սելտան 1-0 հաշվով բայց դեռ 3 գնդակ անհրաժեշտ է Սելտային դիմակայությունում հավասարություն մտցնելու համար ու պետք է ոչ միայն հեղինակել այդ 3 գնդակները այլ նաեւ ոչ մեկը բաց չթողնել փոխարենը որպեսզի Սելտան դուրս գա այս իրավիճակից այսպեսին է պատկեր այս խաղի համար նախատեսված Սելտայի համար իսկապես միայն Սելտան է կարելի ասել իրեն նմանատիպ իրավիճակում գցել հիմա Սենեկ Քերիմյանը խաղի կանոնների խախտում է պահանջում բայց մրցավարը չտեսավ ոչինչ ու միայն եզրից կնետեն արդեն Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները Գևորգյան դեպի Ղանդիլյանը Երկար փոխանցում Ազիզյանին մեկ հպումով դեպի Ակուլյան ուղարկեց Ազիզյանն գնդակը պահեց Ակուլյան այնին մոտ Պետ փոխանցում դեպի Ժորա Գևորգյանի իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ պարզապես Ատլետիկոն շտապելու ոչ մի տեղ չունի այդ իսկ պատճառով մենք հիմա ինտենսիվ գրոններ Միրզոյանի սաներից չենք տեսնում փորձում են իհարկե իրենց հանդիպումը որքան հնարավոր է շուտ ավարտին հասնելու ապահովել իր այստեղը կիսա եզրափակիչում բայց դեռ դրա համար հստակ որոշում չկա այն տեսանկյունից որ Սելտան դեռ չի հանձնվել դեռ պայքարում է Սելտան իհարկե այն ինչ կստացվի Սելտայի մոտ կստա եթե Սենեկ Քերիմյանը առաջ խաղակեսում դիպուկ գտնվի 11 մետրանոցից ապա վստահաբար կարող եմ ասել մենք հիմա այլ հետաքրքրությամբ հանդիպում կդիտեինք քան իհարկե այս հաշվի առկայության պայմաններում է իհարկե Սելտայի մոտ առայժմ ոչինչ ավելին անել չի ստացվում Մարկալյան հարվածը կատուգանայինից ու այստեղ Դարպասապատ Թադևոսյանը վերջին պահին զգաց գնդակի ուղղությունը ու հեռացեց այն անկյունային է իրականացնելու հիմա այլ Ատլետիկոն ավարտեն միտքս այո Սելտան դեռ այդ մեկ գնդակից բացի ոչինչ չի առաջարկել Ատլետիկոյի տեսանկյուններ այնպեսին է որ պարզապես գրոններ ինտենսիվ չեն իրականացնում այդ իսկ պատճառով մենք հիմա մի փոքր այլ հետաքրքրությամբ հանդիպում ենք դիտում Ակուլյան ու հիմա հորիզոնական դարպասածողը եկավ օգնության Սելտայի ֆուտբոլիստերին Ակուլյանի հարվածից հետո Մարկարյան թողնում է գնդակը Ակուլյանին Գեղեցիկ գործողություն, գեղեցիկ հարված, բայց հիմա մի փոքր բարձր ստացվեց Ակուլյանի հարվածը ինչ արեց Ակուլյանը այստեղ ինչպես դուրս եկավ այս բարդ իրավիճակից երկու մրցակցի վերահսկողությունից ու շատ լավ էլ նկատել էր հեռավոր բաց անկյունը պարզապես հարվածը մի փոքր բարձր ստացվեց եթե գրավեր Ակուլյանը այստեղ դարպասը էլ ավելի շքեղ գնդակ կարծում եմ այս խաղում չէին տեսնի Ընդհանրապես ամեն խաղում ամեն թիմի չի հաջողվի նմանատիպ իրավիճակում գրավել դարպաս եթե իհարկե կրկնում եմ Ակուլյանի մոտ դիպուկ ստացվել հարվածը բայց
Մնաց անառիկ Սելտայի դարպասի։ Ես հիշեցնեմ, որ այս զույգի հաղթողը Կիսա Եզրափակիչում մրցելու է Վերդերի դեմով այս հանդիպումից առաջ ապահովեց իր տեղը 11 մետրանոց հարվածաշարում, այնտեղ Մելքոյանը դիպուկ գտնվեց վերջին հարվածի ժամանակ ու Վերդերը ընդհանուր 4-3 հաշվով տարավ հաղթանակ Արաքսի դեմ պայքարում։ Հիմա ստանդարտ է նշանակել մրցավարը Ատլետիկո Երևանի դարպասի ուղղությամբ։ Ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Սելտայի ֆուտբոլիստներին։ Դավիթ Հարությունյանն է տեղադրել գնդակը մի փոքր հեռու, բայց նպաստավոր դիրքում է։ Գնդակը տեղադրված դարպասին հարված կատարելու համար ու տեսնենք Հարությունյանի այս փորձը ինչպես կստացվի Կասուլիչը։ Հարությունյան հարված ու մի փոքր չեղությամբ ընդհանցավ հիմա էլ Հարությունյանի կատարած հարված իհարկե վտանգավոր հարված էր, բայց կարծում եմ Գասպարյանը նկատել էր արդեն գնդակի շեղությունը, այդ իսկ պատճառով չցատկեց։ Իսկ հիմա այս Գասպարյանը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց Դուրգարյանը առաջինն է արձագանքում գնդակին։ Հարությունյան կրկին Դուրգարյան ու այստեղ Ավդալյանը շատ հաջող գործեց, թողեց Մարկարյանին գնդակը։ Իսկ հիմա վերականգնեց Սելտան գնդակի իր համար, կրկին Դուրգարյան եւ հետ փոխանցում դեպի Հալացյան Ավետյան հրաշալի գործեց այստեղ Ավետյանը բացազատվեց ու կա փոխանցում դեպի Արամ Ենգիբարյանը, Ենգիբարյանն էլ առաջ դեպի ուղարկեց Բոյանին, բայց Բոյանի փոխանցումը դեպի Ավետյանը չանցավ, քանի որ Ակուլյանը տիրեց գնդակին ու տեսեք ինչ անցում է կատարում Ակուլյանը եւ այստեղ կա խախտում, այո, խաղի կանոնների խախտում է նշանակում մրցավարը Ակուլյանի դեմ պայքարում։ Եվ ստանդարտը տեսնենք ինչ կտա Երևանի Ատլետիկոին այս իրավիճակում։ Մարկարյանն ու Ազիզյանն են գնդակի մոտ, բայց կարծես հեռացավ Ազիզյան, այո, միայն Մարկարյանը մնաց հարված կատարելու համար, եթե իհարկե հարվածը նախապատրաստել, ամենայն դեպս Մարկարյանը կարող է շատ դիպուկ գտնվել, Կասուլիչը Մարկարյան սա փոխանցում էր իսկ Ակուլյանի հարվածը եւս մեկ գեղեցիկ հարված չստացվեց։ Այո, եթե գրավեր դարպասը, ապա կնմանեցնեինք Մխիթարյանի խփած գնդակին, որը հեղինակեց Մանչեսթեր Յունայթեդի կազմում նմանատիպ հարվածով Հենրիկ Մխիթարյանը, բայց իհարկե չհայտնվեց այստեղ գնդակը ցանցում, պարզապես ավելի շքեղ դրվագ կարող է լինել Ակուլյանի հարվածից հետո, քան Մխիթարյանի դրվագներ, այո, չեմ խուսափի ու կասեմ այդ բառերը, իսկապես նման սիրողական մրցաշարերում նման գնդակներ հեղինակելը հեշտ չէ, բայց Ակուլյանը շատ մոտ էր այդ ամենին։ Արտուր Ղանդիլյան տարավ Ղանդիլյանը գնդակը ինչ անցում հարված, բայց Խալացյանը փակեց Ղանդիլյանի հարվածի ճանապարհը, իսկապես հրաշալի անցում էր Ղանդիլյանի կողմից ու վերջին պահին միայն Խալացյանը կռայեց Ղանդիլյանի հարվածի ուղղությունը ու փակեց, իսկ Ենգիբարյանի փոխանցումը լավն էր դեպի Ավետյանը, Ավետյան հարված Գասպարյանը հեռացնում է գնդակը չֆիքսեց, բայց Դավիթ Հարությունյանին այն վերադարձավ, իսկ հիմա արդեն վերցրեց գնդակը Գասպարյանը, այո, Հարությունյանը կարող էր հիմա մի փոքր ավելի ուժեղ հարված կատարել դեպքում ավելի ճիշտ կլինի ասել թույլ չտվեցին Հարությունյանին հարված կատարել թե դարպասապա թե պաշտպանը խանգարեցին, քանի որ Հարությունյանը եթե մի փոքր աննշան ուժգնությամբ հարված էր, ապա կարող էր գրավել այստեղ դարպասը Մկրտչյան թողեց Ավդալյանին, գուցե հարվածի Ավդալյանը այդպես էր նախապատրաստել կարծում եմ, բայց թույլ չտվեցին Ավդալյանին հարվածային դիրքում հայտնվելու, Սենեկ Քերիմյան դեպի առաջ, բայց Ակուլյանն է միայն այստեղ Ատլետիկոից ով տիրեց գնդակին ու կա Մարկարյանի արագացումը, բայց արդեն փակվեց Մարկարյանը, Ակուլյանը չփոխանցեց, հիմա հասցեագրում է գնդակը Ազիզյանին դեպի Մարկարյանը, բայց այստեղ կարծես հարված ստացավ Մարկարյանը թիկունքից, եթե խաղի կանոնների խախտում էլ չկար, ապա կարծես բարդ հարված է ամեն դեպքում ստացել Մարկարյան, այո, թիկունքից մրցակիցը մոտեցավ, դա պայքար էր, բայց կարծես Մարկարյանը կփոխանցի հիմա, այո, առայժմ խոտածածկին է հուսանք, որ իհարկե վնասվածքը լուրջ չի լինի Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստի ու խնդիրներ չունենա Ատլետիկոն Մարկարյանի
բացակայության պայմաններում իսկապես եթե հիմա Մարկայանն էլ շարունակի առանց այն էլ Ատլետիկոն այսօր ունի կադրային կորուստներ իր կազմում բավական մեծ քանակի ֆուտբոլիստներ ներկա չեն այս հանդիպանը միայն մեկ փոխարինման հնարավորություն ունի եւ կարծես այո հենց հիմա այդ փոփոխությունը Միրզոյանը կատարեց Մարկարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը նրա փոխարեն Աբրահամյանը վերադարձավ խաղադաշտ բայց հուսանք որ Մարկարյանին մենք կրկին կտեսնենք խաղադաշտում իհարկե եթե վնասվածքը լուրջ լինի ու Մարկարյանը չկարողանա շարունակել այս հանդիպումը գոնե երբ Ատլետիկոն հայտնվի կիսաեզրափակիչում մենք տեսնենք Մարկարյանին այդ խաղադաշտում իսկ այն որ Ատլետիկոն բավական մոտեցավ արդեն կարելի է վստահ փաստել որ արդեն Ատլետիկոն կիսաեզրափակիչում է իհարկե Մարկարյանի դերակատարումը շատ կարևոր կլինի կիսաեզրափակիչ խաղում իհարկե հաղթում է Սելտան այս խաղում 1-0 հաշվով բայց հանդիպան ավարտին մնացել է 15 րոպեից մի փոքր մի աննշան ավել ժամանակ 16 րոպեն չմոլորած ու 3 գնդակ Սելտան հեղինակի ու բաց չթողնի Ատլետիկոյի դեմ այսպիսի խաղով անձամբ ես արդեն չեմ հավատում այդ ամենին եթե լիներ հաշիվը 2-0 ես այս ամենը չէի ասի բայց իհարկե անհնարին ոչինչ չկա պարզապես բարդ է իսկապես պատկերացնել Սելտայի տեսանկյունից ինչպես պետք է գնալ այդ իսկապես եթե ակտարի Սելտան այս արգելքը դա քամբեք կարելի է համարել մեծ քամբեք սիրողական մրցաշարերում բայց դա իհարկե ինձ համար ամենայն դեպս մի փոքր անհավատալի կլինի միայն ու միայն իհարկե ծափարություններ եթե Սելտան կրկնում եմ կարողանա իրենց մեջ ուժ գտնել ես այսպիսի խաղով չեմ հավատում այդ ամենին բայց եթե Սելտան խփի եւս մեկը հիմա այս մոտակա 1-2-3 րոպեների ընթացքում ապա արդեն այլ տրամադրվածությամբ կշարունակեն հանդիպումը եթե հաջորդ գնդակը հեղինակի խաղադաշտում Ատլետիկո Երևան ապա բոլոր խաղաքարտերը կարելի ասել Սելտայի համար ավարտված կլինեն, բոլոր ճանապարհները փակ կլինեն դեպի կիսաեզրափակիչ։ Իսկ եթե իհարկե թիմերից որ մեկն էլ չդառնա գոլի հեղինակ ու այսպես ընթանա հանդիպումը, դա միայն ու միայն ձեռնտու է Ատլետիկոին։ Գլորում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Դավիթ Հարությունյան պետք է փորձել ամենայն դեպս հեռար հարվածել թեկուզ իրականացնել, բարդ է խոցել Գասպարյանի ներվից, իհարկե շատ փորձալու դարպասապայ պաշտպանում Ատլետիկոյի դարպասը, բայց ամեն դեպքում փորձերը կարող են իրենց արդյունքը տալ, խնդրեմ մեկը Հարությունյանի կողմից ու անկյունային ամեն դեպքում վաստակեց Սելտան այստեղ։ Այն որ բարդ է հեղինակել Ատլետիկոյի դեմ խաղերում գոլեր, դա փաստ է, այն որ բարդ է գրավել Գասպարյանի դարպասը, դա փաստ է, այն էլ հեռու տարածությունից իհարկե նույնիսկ մոտիկից, այսպես ասած, հարվածները չեն ստացվում Գասպարյանի դարպասը գրավելու գործում երբեմն իսկ հեռար հարվածները իհարկե ավելի կրկնակի եռակի բարդ են լինում ցանկացած թիմերի համար, ցանկացած ֆուտբոլիստերի համար ու դրանում կարելի ասել ոչ ոք մեղ չունի բացի իհարկե ճակերտավոր ասած Աշոտ Գասպարյանից ով հրաշալի մրցաշրջան է անցկացնում Ատլետիկո Երևանի կազմում։ Հիմա հենց նա է գնդակով դեպի Գևորգյանը փոխանցում հետևից իսկ այստեղ կորցրել է Ատլետիկոն Սելտայի պրեսինգի շնորհիվ գնդակ ու ես իսկ կնետեն Սելտայի ֆուտբոլիստները Օրյան շարժվեց առաջ թողեց գնդակը Ենգիբարյանին Ավեցյանն է գնդակով կրկին Ենգիբարյան ուղարկեց գնդակը Դուրգանյանին Դուրգանյանը լերվից փորձեց, բայց Մկրչյանն է այստեղ էլ հեռացնում գնդակ ու ստացվեց փոխանցում կարծես Աբրահամյանի համար, այո։ Բորյան արդյունքում քիչ առաջ կորցրեց Ատլետիկոն գնդակը Դուրգանյան կրկին փոխանցում են նախապատրաստել, բայց զգաց որ կարող է փոխանցումը այլ ուղղությամբ ստացվել ու ինքը շարժվեց առաջ Դավիթ Հարությունյան ու հիմա էլ չստացվեց Սենեկ Քերիմյանի մոտ շեղել գնդակի ուղղությունը, այո, եթե հիմա խփեր Սելտան երկրորդ ինչի մասին խոսում էինք, ապա արդեն նյարդերը տեղի կտային ֆուտբոլիստների, բայց Սենեկ Քերիմյանը իհարկե այսօր կարելի ասել ձախողված հանդիպումներ անցկացնում, չի ստացվում ֆուտբոլիստի խաղը, իսկապես նախ այս իրավիճակը, հետո առաջնայինը իհարկե 11 մեծահասներ իհարկե կան հանդիպումներ, որտեղ նույնիսկ ամենափորձառու ֆուտբոլիստները իսկապես ֆուտբոլիստների հանդիպումը չի ստացվում ու արդյունքում
Այսպիսի հանդիպումներ են տեղի ունենում Սենեկ Քերիմյանը հրաշալի մրցաշրջան անցկացրեց, բայց այսպիսի կարևոր խաղում ֆուտբոլիստի մոտ կարելի ասել հանդիպումը պարզապես չի ստացվում, մեղադրել նրան այդ գործում իհարկե ոչ ոք չի կարող դա ֆուտբոլային իհարկե անհաջողություն է ընդհանրապես ուրիշ ոչինչ Ղանդիլյան Շատ լավ նկատեց Ազիզյանի խաղարկումը գեղեցիկ էր, բայց թույլ ստացվեց Ղանդիլյանի կատարած հարվածը, այո, այստեղ էլ Թադևոսյանը թիլեց գնդակին ու հիմա Սելտան Ավետյանի գրոյի միացումով սկսում է հերթական գրոններից մեկը, բայց արդեն ընկավ գրոյի տեմպը Սելտայի, իսկ հիմա դեպի Ենգիբարյանը փոխանցումը Մկրտչյանը շատ հաջող փակեց այստեղ գնդակի ճանապարհը, եզից է հիմա էլ նետելու Սելտան Ու եւս մեկ փոփոխություն Ատլետիկոյի կազմում, այո, ամեն ինչ կարգին էր։ Մարկարյանի հետ ում ֆուտբոլիստը կրկին մտնում է խաղադաշտ։ Լավ է, որ Մարկարյանի տեսնում են խաղադաշտում, իսկապես վնասված կլուրջ չէր ու ֆուտբոլիստը կշարունակի հանդիպումը։ Հիմա էլ Աբրահամյանը փոխարինվեց Ատլետիկոյի կազմում։ Ու տեսնենք հիմա արդեն ինչպիսի հանդիպում կմատուցեն թիմերը, ինչպիսի հանդիպում կմատուցի առաջին իսկ հերթին Մարկարյանը, քանի որ քիչ առաջ թարմ ուժերով վերադարձավ խաղադաշտ ու Իհարկե այս օգտած ֆոնին կարող է ավելի լավ ֆուտբոլ առաջարկել մեզ Սենեկ Քերիմյան Տարավիլ այդ գնդակը դեպի ձախ, բայց հարվածային դիտքում հայտնվել չստացվեց Բորյան սա հարվածի փորձ էր ու Մկրտչյանն հիմա էլ կանգնում Հարությունյան եւս մեկ փորձ հիմա էլ Գևորգյանը նույնիսկ գործը դարպասապահ Աշոտ Գասպարյանին չի հասնում պաշտպանները շատ հաջող են գործում իսկ հիմա հակագրո Ատլետիկոյից Ղանդիլյան զարգացեց արագություն կատարեց փոխանցում Ակուլյանին Ակուլյան գուցե հիմա ստացվի Ատլետիկոյի մոտ ոչ փակվեց Ակուլյանի հարվածի ճանապարհը համաձայն եմ իհարկե այստեղ Ակուլյանի հետ պետք չէր փոխանցում կատարել քանի որ արդեն Ավդալյանի ճանապարհը այսպես ասած դեպի Ավդալյան տանող փոխանցման ճանապարհը փակել են Սելտայի պաշտպանները դա հաշվի առավ Ակուլյան ու որոշեց հարվածել բայց Ստացվեց այստեղ Ակուլյանի հարվածը երկու մրցակից մի անգամից փակեց գնդակի ճանապարհը Արման Ավդալյան հիմա էլ փակվում է Ավդալյանի հարվածի ճանապարհը Ղանդիլյան բայց գնդակը Ղանդիլյանը գեղեցիկ ազատվում գնդակի ու նորից անկյունային կիրականացնի Ատլետիկոն Կրկին Ղանդիլյանն է գնդակի մոտ եւս մեկ փոխանցում, բայց այստեղ հեռուն գնաց գնդակ Ազիզյան ուղարկում է Մարկարյանին ու կա խախտում հիմա էլ Գոր Մարկարյանի դեմ պայքարում պետք է իհարկե ավելի զգուշավոր հանդիպում շարունակի անցկացնել Մարկարյանը առանց այն էլ ստացավ վնասված փոխարինվեց հետո վերադարձավ խաղադաշտ ու իհարկե հիմա նորից հարված իսկ Մարկարյանի գործունեությունը խաղադաշտում կիսաեզապակիչ հանդիպում կարելի ասել պարտադիր է պետք է ամեն կերպ իհարկե Ատլետիկոն իր ուժերը ներդնի կիսաեզապակիչում Վերդերի դեմ մրցելու համար հիմա կա Սուլիչը Մարկարյանը գնդակի մոտ սա փոխանցում էր ու Դուրգայանը կարծես հեռացեց գնդակը այո անկյունային կիրականացնի Ատլետիկոն Տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կդարձնի Ատլետիկոյի ֆուտբոլիստերին կրկին Արտուր Ղանդիլյանն է տեղադրել գնդակը նա կիրացնի անկյունայինը փոխանցում եւս մեկ բայց Ենգիբարյանը հեռացնում է գնդակը առաջում այս հանդիպան միակ գնդակի հեղինակը հիմա Բորյանն է ձախ եզրում փոխանցում բայց Գևորգյանին բաժին ասավ ուղիղ գնդակը Ատլետիկոյի կազմում ու արդյունքում Սելտայի գրո չեզոքացվեց հիմա կրկին Բորյանը վերականգնեց գնդակը տեսնենք ինչ հարաբերություն է մտածելու Դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից եզից կնետեն Սելտայի ֆուտբոլիստները Խալացյանն երկար նետում կատարում Մկրտչյանը այստեղ հեռացեց գնդակը ու հիմա Ատլետիկոն նորից կարող է հակագրոհել Մարկարյան մի փոքր դանդաղեցեց Մարկարյանը իսկ հիմա շատ լավ նկատեց Ղանդիլյանին բայց Խալացյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին եւս մեկ գործողություն Խալացյանից ու կա խաղի կանոնների խախտում Արտուր Ղանդիլյանի կողմից այո Ատլետիկոյի ֆուտբոլիստը խախտեց խաղի կանոնները Արի Խալացյան
Դեպի Դուրգայանը փոխանցում, այստեղ անցավ մեկ մրցակցի Դուրգայանը, բայց վրա ասած Ակուլյանը թույլ չտվեց Դուրգայանի փոխանցումը գուցե հարվածը նպատակակետին հասցի ու արդյունքում անկյունային է իրացնելու Սելտան Դուրգանյան կա փոխանցում ու Ենգիբարյանի փորձը այստեղ չստացվեց, այո հենց Ենգիբարյանից դուրս եկավ գնդակը ու եսից նետելու է Ատլետիկոն Ակուլյան գրագետ փոխանցում դեպի Ղանդիլյան ու Ղանդիլյանն հասցեագրում է գնդակը Ազիզյանին, թողեց Ազիզյանը Ակուլյանին Երեք մրցակի շրջափակման մեջ առան այստեղ Ակուլյանին ու չանցավ Ակուլյանի փոխանցումը, բայց Սելտայի արագ գրոհելու հնարավորությունը չեզոքացվեց, իսկ հիմա գուցե ստացվի ոչ իհարկե Գասպարյանը հենց նմանատիպ իրավիճակներում սերում իդ մղելու գնդակները ինչպես արեց 11-6-ի ժամանակ ու խնդրեմ հիմա շատ լավ հարված էր կատարել իսկապես Բոլյանը խոսքեր չկար, բայց Գասպարյանը կարողացավ հեռացնել գնդակը եւս մեկ հարված ու նորից Գասպարյանն է հեռացնում գնդակը, ինչի մասին խոսում էի հանդիպան մեկնարկից մինչ այս պահը անկյունային իրականացնի հիմա Սելտան Տեսնենք այս անկյունայինը ցածից այս անգամ էլ փոխանցում Մկրտչյանի հեռացման փորձը չստացվեց, բայց Սելտայի ֆուտբոլիստից հենց այստեղ էլ հեռացավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից ուժեղ փոխանցում առաջ Գասպարյանից Խալացյանն է կանգնում գնդակի ճանապարհին ուղարկեց դեպի Դավիթ Հարությունյան, իսկ այս փոխանցումը ուժեղ էր ու Մկրտչյանը շատ գրագետ վարվեց այս իրավիճակում 6 րոպե մինչ դիմակայության ավարտը, այդքան մնաց այս դիմակայության այս հանդիպման ավարտին ու տեսնենք այս վերջին րոպեները ինչ կառաջարկեն թիմերը մեզ այն որ Սելտան ամբողջ մրցաշրջանում միայն ծափարությունների արժանի իհարկե դրանում երկու կարծիք լինել չի կարող հիմա Ակուլյանը արված ստացավ ոտքին, բայց ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ Այո, իսկապես շատ հաջող մրցաշրջան տեսանք Սելտայից այս Winter Cup մրցաշարում հաղթեցին շատ բարդ թիմերի, պայքարեցին մինչև վերջ, նույնիսկ հաղթանակ տարան խմբայինում շատ կարևոր խաղում Աջափնյակի դեմ, այնպես չէ որ Սելտան վատ մրցաշրջան անցկացեց, հաղթեց City-ին, ինչու ոչ City-ին հաղթելը բավական բարդ էր, բայց ամեն դեպքում այն էլ երկու գնդակ զիջելից առաջի խաղից հետո, բայց ամեն դեպքում մեկքաղորդից արդեն հիմա վերջական համոզմունքի են գալիս, որ Սելտան լքեց մրցաշարը, հիմա խաղթեց Ադրբեջանի խաղի կանոնները Արագորեն Հարությունյանը խաղարկում է գնդակը, փոխանցում դեպի Տուգանային, բայց Մկրտչյանը հեռացեց գնդակը, իսկ սա արդեն հակագրոհի փորձ, Ղանդիլյանը հրաշալի անցում է կատարում ու տեսնենք եզրափակումը գրագետ հարված, գրագետ դարպասի գրավում 1-1 այս խաղում արդեն 7-3 ընդհանուր դիմակայության հաշիվը Հիոկուտ Ատլետիկո Երևանի Արտուր Ղանդիլյան 1-1 այս խաղում 7-3 ընդհանուր դիմակայությունում ինչ արեց Ղանդիլյան իսկապես հրաշալի էր, հրաշալի անցում, հրաշալի եզրափակում ու այլ բան իհարկե այս իրավիճակում Ղանդիլյանից չէր պահանջում, այլ բան Ատլետիկոից չէր պահանջում այս խաղում հիմա խոտածածկին հայտնվեց հիմա էլ Աշոտ Գասպարյանը ու հուսանք որ հիմա էլ դարպասապահ վնասված չի ստանա ինչպես րոպեներ առաջ Մարկարյանն էր ստացել ու կարելի ասել հարկադրաբար է հիմա Մարկարյանը շարունակում այս հանդիպումը առանջում խոտածածկին է Ատլետիկոյի դարպասապահ, բայց հուսանք որ կարողանա շարունակել հանդիպումը կանգնեց ոտքի, այո կփորձի ամենայն դեպս նույնիսկ եթե ունի վնասված Գասպարյանը իհարկե հարված ստացավ այն թե ինչ լրջության է վնասվածքը չեմ կարող, բայց իհարկե այս վերջին րոպեները հարկադրաբար նույնիսկ այսպես կարող եմ ասել պետք է շարունակի հանդիպումը, որովհետև Ատլետիկոն փոփոխության հնարավորություն դարպասապահի այս խաղում չունի իհարկե
Այն որ արդեն ներողություն այս հանդիպան համար ելքը պարզ էր դեռ Եգոր Քաղաքեսից րոպեներ անց երբ խոսեցի այն մասին որ Սելտան եթե հաղթեր երկու գնդակի տարբերությամբ ապա այլ հանդիպում մենք կտեսնենք բայց Ատլետիկոն չշտապեց, Ատլետիկոն չիրականացրեց իր գրողները եւ խնդրեմ մեկ շանս ստացավ րոպեներ առաջ Ղանդիլյանը մեկ դիպուկ հարված կատարեց ու այս խաղում արդեն հավասարությունը իհարկե Ատլետիկոն նաեւ համակարծիք եմ որ համակարծիք կլիներ նաեւ ներողություն այն մտքի հետ որ նույնիսկ պարտվեր այս խաղում 1-2 3 գնդակի տարբերությամբ դա ոչինչ չէ տալու Ատլետիկոին իհարկե միևնույնն է թիմը ապահովել էր իր տեղը կիսաեզապակիչում բայց իհարկե այս խաղում չպարտվել է ավելի ցանկալի Ատլետիկոյի տեսանկյունից Հարությունյան ուժեղ փոխանցում առաջ հասավ գնդակը Խալացյանին Մնաց գնդակով Խալացյանը կան տարբերակներ հակառակ կեսրում բայց այստեղ փորձեց գնդակը հասցեագրել կենտրոնում գտնվող խաղընկերոջ ու ուժեղ ստացվեց փոխանցումը արդյունքում Սելտան կորցրեց գնդակ ու հարված կտեսնենք Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից սկսեց Ատլետիկոն գրողներից եւս մեկը Ղանդիլյան դեպի Ազիզյանը ու շատ հրաշալի էր վարվել Ազիզյանը շատ հրաշալի մտահղացում էր եթե իհարկե փոխանցումը ստացվեր իսկ հիմա Սելտայի գրող եւ այստեղ կախախտում Սենեկ Քերիմյանի դեմ պայքարում ու դեղին քարտ է ստանալու Մկրտչյան այո շատ վտանգավոր գրող կասեցեց խախտելով Սենեկ Քերիմյանի դեմ խաղի կանոնները ու հիմա Սելտան ունի հնարավորություն մեծ հնարավորություն իհարկե Տուգանայինից հրաշալի գործելու, որովհետև բավական մոտ է հարված կատարելու հնարավորությունը, տարածությունը Ստանդարտը կիրացնի ավետից Դուրգայանը, տեսնենք Դուրգայանի հարվածը ինչպես է ստացվելու Կա մրցավարի Սուլիչը Դուրգալյան հարված Գասպարյանը հետ է մղում գնդակը Եվս մեկ հարված ու հիմա այլ Մկրտչյանն է փակում հարվածի ճանապարհը Մարգարյան Եվ շատ գրագետ վարվեց գոր Մարգարյանը Եզիսկ նետի Ատլետիկոն Տեսնենք այս վերջին վարկյանները ինչպես կստացվեն Ղանդիլյանն է ստանում գնդակը Դեպի Ակուլյանը բայց թույլ ստացվեց այս փոխանցումը Սելտայի գրողը տեսնենք հիմա էլ փոխանցումները անհաջող Գևորգյանն է պայքարում գնդակի համար հետո կորցրեց Սենեկ Քերիմյան Սելտան կարող է հիմա հակագրոհել Գարիկ Սենեկ Քերիմյան Մնաց ինքը գնդակով ինքն էլ հարվածեց բայց բարձր ստացվեց հարված ու վերջ հանդիպումն ավարտված է Ծափարություններ իհարկե Սելտային այս բարդ մրցակցի դեմ պայքարելու համար Սելտան լքում է մրցաշարը մեկ քաղորդից Ատլետիկոն ուղևորվում է դեպի կիսաեզապակիչ որտեղ կմրցի Վերդերի դեմ Խաղային երեկոն այսքանով ավարտվում է շնորհակալություն որ մեզ հետ էիք բարի գիշեր ու ամենայն բարիք